Տեր Հիսուս Քրիստոսի անունով ուսամ բոլորդ լավ հանգիստեք մի քանի վարգաններեն բինունանք մեր ուղիղ եթեր ծառայությունը ուրեմն կանչեցեք սրընկերները բարեկամները ընտանիքի անդամները միասին շարունակենք եւ վերջացնենք այսօր գործ առաքելոցի սերտողությունը միասին մի աղոթենք Տիրոջ օրհնությունները մի վայելենք մի պարապանենք եւ մի երկրպագենք Տիրոջը ուրեմն ցեզ կգտնեմ մի քանի վարգաններեն վերակտնենք իրար Սքանչելի
խորհրդական հավիտենականության հայր սքանչելի խորհրդական հավիտենականության հայր խաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի երրորդության մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Օգին։ Բարի եկաք, սիրելի քույր եղբայրներ, մեր այս ուղիաթեր ծառայությանը, ինչպես գիտեք, որ գսպրվի Փարիզեն եւ գահստի ցեզ, ուր որ գտնվիք։ Աստված մեզ մեմ եւս բահեց։ Մեկ շաբաթ եւ մենք այսօր այստեղ ենք իր ներկայության մեջ, օրհնելու իր Սուրբ անունը, փառավորելու իր Սուրբ անունը եւ իսկապես ապրելու մեր ամենօրվա կյանքը իր մեջ, իր մով եւ իր զորությամբ։ Գիտեք, Տիրոջ խոսքը հստակ է։ Դերը գուզե մեր ամեն մեկուս սիրտը, միտքը, էությունը ամբողջ գաբել իրեն եւ վերագանքնել մեր մեջ աստվածային այդ պատկերը, որ մեղքը բաժնած էր, բայց Հիսուս Քրիստոսով գվերագանքնվի այն բոլորը, որ գտնին դեր Հիսուս Քրիստոսը, գահանցնվին, գնվիրվին եւ գհնազանդին անոր։ Դերը իր Սուրբ Օգիով գվերագանքնե այդ մարդկանց մեջ այդ ճշմարիտ աստվածային պատկերը, որ մեղքը խարտախած էր եւ չնչած էր։ Անորամար իսկապես գոչ քեզ, վերադարձիր քեզ ստեղծող Աստծո, որբեսի այն Աստվածը, որ ստեղծիչն է երկնքի եւ երկրի, դառնա քո հայրը Հիսուս Քրիստոսով, որբեսի մտնես իր այդ ուխտին մեջ, այդ խոստումի ուխտին մեջ եւ այդ ուխտով հայր եւ որդի կարողանաս տույալ ապրիս այն բոլոր խոստումները, որ ինք տվավ իր ժողովրդին Հիսուս Քրիստոսով իր մարմինի անդամներով։ Ինչ մեծ առանձնաշնորհում է Աստծո որդիներ ըլլալու։ Եվ անոնք, որ ընդունեցին Հիսուս Քրիստոսը, Աստված իշխանություն տվավ զանոնք, որ Աստծո որդիներ ըլլան։ Եվ այդ Աստծո որդիները լալու իշխանությունը մեծ խորություն է, օրհնություն է, մեծ բադիվ է։ Եվ իսկապես այն ժամանակ է, որ քո ամենօրվա կյանքդ իմաստ կառնե, քո ամենօրվա ապրուստդ իմաստ կառնե, եւ դու գիտես ով է քո հայրը եւ ինչ է քո կյանքի նպատակը եւ մանավանդ երբ հավիտենականությունը արդեն սկսել ես ապրելու այս աշխարհի մեջ։ Իրեն լա փառքը, բադիվը եւ օրհնությունը։ Հալելույա։ Բարի եկաք այս ուղիաթեր ծառայությանը եւս
տարածեցեք ձեր 4 կողմի ընկերներուն, բարեկամներուն Facebook-ի էջի վրա, խոսքը GTV-ով, YouTube-ով եւ նաեւ Լոս Անջելեսի գողջունենք ICF-ի մեր սիրելի քուրիախբայրները, որոնք մեզ գհդեվին ամեն շաբաթ։ 116 Սաղմոսեն մի քանի համարներ գարտամ, որ գսե քանզի դերը քեզի բարի կրավ, ուրեմն ով իմանցս դարձիր քու հանգստությանդ։ Դարձիր քու հանգստությանդ, քանզի դերը քեզի բարի կրավ։ Վասնզի դու իմանցս մահվնե բրգեցիրով դեր։ Իմ աչքերս արցունքի եւ իմ ոտքերս կայտաղել են։ Դերոջ արջև պիտի քայլեմ գենտանիներու երկրին մեջ։ Ինչպես արդյոք Աստված բարի կրավ Սաղմոս 2-ին։ Ինչպես արդյոք Աստված բարի կնե մարդուն։ Բարձաբես երբ մարդը գփրկվի, ինչպես այստեղ գրվեցավ, մահվան գսե մահվնե ինձ փրկեցիր։ Անշուշտ այս մարմինի մահվան մասին չէ խոսքս, միջև Հիսուս կա, բոլորս ալ պիտի մեռնենք, բայց այդ հոգևոր մահվան մասին է, որ գզադե Աստված իր ստեղծվածեն, իր զավակներեն, այո գկողանամ քեզ մեդեր, քանզի դու բարի քրիր ինձի, դուն իմանցս մահվնե ազատեցիր։ Հիսուս Քրիստոսով Աստված միածին որդին ղրգեց, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի։ Ընդունի դեր Հիսուս Քրիստոսը եւ հավիտենական գոստեն բրգվի, քանի որ մենք հավիտենական ենք բոլորս։ Անորմար դերը իր չանքը, իր ամենակարևոր բանը գդարեց, իր որդին զոհեց, որպեսզի քո անեծքդ իր վրա գալով դու ազատվիս եւ ինքն քեզ բրգե։ Անորմար Հիսուսի ցերկը բռնած, մենք կրնան գսել դեր շնորհակալ ենք, որ մեզ մահվնե ազատեցիր, իմ աչքերս եւ իմ ոտքերս քայտաղել են, մեզ դուրս հանեցիր։ Անոր համար գսե դերոջը արջը պիտի քալեմ գենտանիներու երկրի մեջ։ Այս հավիտենականության մասին է խոսքը։ Այո, Հիսուս Քրիստոս իր կյանքը տվավ, որպեսզի դու եւ ես ապրենք գենտանիներու երկրի մեջ։ Իրեն լա փառքը։ Անոր համար հավատացյալը, անոր դեր Հիսուս Քրիստոսի գհդեվի, ինքը հանգիստի մեջ է։ Ով իմանցս կսե դարձիր քո հանգստությանդ։ Շաբաթ օրվա մեջն է հավատացյալը։ Շաբաթ օրը կսկսի քեզ 5 դագարանի շաբաթի մասն է խոսքը, հանգստյան օրը կսկսի, երբ Տեր Հիսուս Քրիստոսի մեջ կհանգստանաս եւ Սուրբ Հոգին քեզ կհանգստացնե, քանի որ կփրկվիս, անեծկեն, թադաբարդութենեն կհանգստանաս եւ այլևս դու չէ որ պիտի կործես քո փրկությունը, այլ Աստված ինքը կործեց իր քո փրկությունը Հիսուս Քրիստոսով։ Անարմար գսե դարձիր քո հանգստությանը, ես Տերոջը պիտի ասեմ շնորհակալ եմ, որ ինձ մահվնե ազատեցիր եւ ես գիտեմ, որ Տիրոջը հետ պիտի ապրիմ կենտանիներու երկրին մեջ։ Ահա ինչ կսե Սաղմոս 2-ն։ Թող լայս քո աղոթքը նվիրվիր Տիրոջ ավելիով։ Վստահիր Տիրոջը, հանգիստ եղիր Հիսուս Քրիստոսի մեջ։ Ինքն է քո ասպարը, քո փրկիչը, քո ազատարարը։ Ինքն է քո Տերը, քո բարի հովիվը, քո առաջնորդը, քեզ սորվեցնողը, քո ուսուցիչը, քեզ բահողը, պաշտպանողը, քեզ հանդիմանողը, քեզ սրբողը, Հիսուս Քրիստոս ինք, ըսավ ես եմ թուրը, ես եմ հարությունը, ես եմ կյանքը, մեկ խոսքով Հիսուսավ ես եմ որ եմ, եւ այն այսօր քեզ գոչ կնեմ, մտիր Հիսուսի մեջ եւ ապրիր այն հանգիստը, որ Տերը իր զավակներուն համար կխոստանա եւ իր զավակները անպայման գաբրին իր շնորհքով։ Հալելույա, օրհնյալ է մեր Տերը, այո, հայացքս քեզ պիտի վերցնեմ Տեր, որ մեկ ու կա իմ օգնությունս Տիրոջ մեն է, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, իրեն լա փառքը եւ պատիվը եւ օրհնությունը, հալելույա։ Լսենք այս երգը եւ վերակտնենք իրար, Գործ Առաքելոց գլուխ 27 եւ 28-ն պիտի սերդենք եւ պիտի վերջացնենք Գործ Առաքելոց գիրքը այսօր։ Եկեք այս երգը փառապանության մեջ մտնենք, աղոթքով պատրաստվենք, սուբկիրները, դեդրակները, քրիչները պատրաստ կվերակտնենք իրար։
ես որտեղից օգնությունն է իմ օգնությունը քեզանից է Տեր որ երկիրն արարեցի հայացքս ուղղում եմ քեզ որտեղից օգնությունն է իմ օգնությունը քեզանից է Տեր որ երկիրն արարեցի դու երբեք սահել չես տա իմ ոտքերին և երբեք քուն չի իջնի քո աչքերին դու փրկում ես կյանքը իմ և պահում քո ձեռքերում միայն դու ես ով իմ Տեր պահապանը ով իմ Տեր պահապանը ցերեկվա մաշոխտապի գիշերվա անհայտ մթին և անգամ ստվերից չարի դու փրկում ես կյանքը իմ ցերեկվա մաշոխտապից գիշերվա անհայտ մթից և անգամ ստվերից չարի դու փրկում ես կյանքը իմ դու երբեք սահել չես տա իմ ոտքերին և երբեք քուն չի իջնի քո աչքերին դու փրկում ես կյանքը իմ և պահում քո ձեռքերում միայն դու ես ով իմ Տեր պահապանը միայն դու ես ով իմ Տեր պահապանը Հալելույա, այո, Տերն է բահաբանը մեր, իրենը լա փառքը եւ բադիվը եւ օրհնությունը։ Ուրեմն սիրելի քույր եղբայրներ, Գործ Առաքելոց գլուխ 27։ Պիտի փորձենք վերջացնել այսօր այս երկու գլուխները սերդելով, ավասիկ հասանք Բոոսի վերջին ջամփորդությանը, որ մենք գիտենք։ Եվ ավասիկ Բողոս գերտա դեպի Հռոմ։ Այնտեղ պիտի մնա կոնե 2 տարի եւ անգևերջ չեն գիտեր ինչ բադահեցավ շատեր դարբեր սովորություններով, դարբեր ավանդություններով կսեն թե Բողոս շարունակեց իր ճամփորդությունները, բայց հետո վերադարձավ Հռոմ եւ այդտեղ սպաննվեցավ։ Ամենատեւս մեզ քիչ հետո տեսնենք ինչպես գվերջանա Գործ Առաքելոց գիրքը, շատ հետաքրքիր ձևով գվերջանա Գործ Առաքելոց գիրքը եւ գրնամսել չիալ վերջանար։ Վերջագետ չկա Գործ Առաքելոց գրքին։ Ուրեմն ավասիկ մենք եկած էինք այստեղ հասանք, երբ Բողոս գսե 27-րդ գլուխը, այսօր շատ քաղաքներու անուններ պիտի գարտանք, քանի որ այստեղ իր ճամփորդության Ղուգաս Ավետարանիչը ճամփորդության Բողոսի ճամփորդության մանրամասները գուտա։ Քանի որ կարևոր է նաև աշխարհակրական ցևով թե ինչպես Բողոս եւ իր ընկերները հասան մինչև Հռոմ։ Երբ որոշվեցավ որ նավով Իտալիա երթանք, Բողոսը եւ ուրիշ քանի մգապվածներ հանցնեցին հայրուրաբեդիմը, որուն անունը Հուլիոս էր։ Սեբաստիան Քունտեն։ Ադրամինական նավը մտնելով ջամփայելանք։ Ասիո գողմեն գ նավարգեինք։ Թեսաղոնիկե եղող Արիստակրոս Մագետոնացինալ մեզ հետ էր։ Հետևյալ օրը Սիդոն հասանք։ Հուլիոս մարտասիրություն ցուցնելով Բողոսին հրաման տվավ որ բարեկամներուն երթա ու տարմանվի։ Ուրեմն գտեսնեք ինքը պանդարգյալ է, բայց հայրաբեդին հետ վստահ մտերմություն, հայրաբեդը օգնելով գսե թե գնաք ու ընկերները թողքան եւ քեզ թողտարմանեն ինչու քանի որ շղթայակաբեր չմորնակ բանդի մեջ էր շղթայակաբեր գծեցվեր երբեմները եւ պետք ուներ հարմանության եւ ավասիկ իր ընկերները, բարեկամները, մտերիմները, եղբայրները գոքնեն Բողոսին։ Անգե ելելով Գիբրոսի վարի գողմեն նավարգեցինք հովին թեմ ըլլալուն համար։ Ուրեմն շատ կարևոր է որ գիտնանք այդ ժամանակ նավերը այդպես ուղիղ ձողու մեջ չէին երթար։
միշտ եզերքներեն գերտային իրենց աչքին մեկը ունենալով հողամասին, որբեսի գիտնային ուր պիտի երթային։ Կամ կարդես չգար, կարդեսի կամ հիմակվա GPS-ները, navigation-ները չգար, ուրեմն մարդիկ տեսնելով նավը գնավարգեին, ուրեմն գսա այստեղ Գիբրոսի վարի մասեն, հարավայի մասեն գանցնենք, հովը կանի որ հագարակ էր։ Ետքը Գիլիգյո ու Բամպիլիո ձովուն մեջ են նավարգելով Լիգիայի Միրիա քաղաքը հասանք։ Հայրաբեդը հոն Ալեքսանդրիական նավ մկտնելով, որ իդերյա գերտար, մեզ անոր մեջ մտցուց։ Շատ օրեր կամաց նավելով հազիվ թե Գնտիոսի կովերը հասանք։ Հովը մեզի թեմեր։ Գրեդիեի վրա վարի գողմը Ստավմոնիայի կովեն նավացինք։ Եվ դժվարավ անգե անցնելով դեղմը եկանք, որ գեղեցիկ նավահանգիստ կգոչվեր, որում մեջ էր Ղազիա քաղաքը։ Ըսի քիչ առաջ շատ անուններ գրված է այստեղ, բարձրապես քծեն կրնան քծել եւ ձեր վստահ սուբկիկներուն յետևը կա չորոտ ճամփորդությունը Բողոսի թե ուրդեղեն գանցնի, որ հասնի միջև Հռոմ։ Եվ նաև գուզեմ ավելցնել, քիչ հետո նաև բիդեսեմ նույն բանը, որ անժամանակ գնավարգեին, ուրեմն հողամասներուն նայելով եւ աստղերուն գիշերը աստղերուն նայելով գիտեին ուղությունը ուր պիտի երթար։ Ուրեմն երբ որ ծմերային շրջաներ, հիմա այդ խնդիրը պիտի ունենա Բողոս, երբ որ ծմերային շրջաներ նավերը չէին ճամփորդեր։ Սեպտեմբեր գեսենը սկսյալ մինչև հունվար, փետրվար նավերը չէին ճամփորդեր։ Հիմա այստեղ հասել ենք սեպտեմբերին վերջ, հոկտեմբերին սկիզբը։ Շատ ժամանակ անցավ եւ նավին ջամփա ելնելնալ վտանգավոր էր։ Ձոմին ադեննալ արդեն անցած ըլլալով։ Ձոմին ադենը հրյական ձոմի մասին է խոսքը, որ սեպտեմբերի գեսին, հոկտեմբերին սկիզբն էր։ Այդ ձոմի ադենը անցավ գսե։ Ուրեմն հիմա մենք հոկտեմբերին սկիզբն ենք եւ շատ վտանգավոր էր ուրեմն կլիման, ձովը, ալիքները։ Բողոս խրատ գուդար եւ գսեր անոնց. Մարդիկ, ես կտեսնեմ թե այս նավին ջամփան ընելը տարաբանքով եւ շատ վնասով պիտի ըլլա։ Ոչ միայն բերան ու նավին, հաբա մեր անցերունալ։ Նայեք Բողոս գիտե, գսեմ մի երթակ առաջ։ Սպասենք, քանի որ եղանակը մեզ ցույց կտա, օդը մեզ ցույց կտա, ժամանակը մեզ ցույց կտա, որ հիմա ադենը չէ ճամփորդելու։ Բայց հայրաբեդը ավելի նավաբեդին եւ նավավարին մտիկ կներ քան թե Բողոսին խոսքերում։ Ահավասիկ ինչ կբադայի սիրելի քուրիախպայրներ հիմա մեր կյանքերուն մեջ։ Ավելի մտիկ կնենք աշխարհի մասնակետներուն, աշխարհի վարպետներուն, աշխարհի այս կամ այն մարդկանց, քան թե աստվածային խոսքը, որ մեզ գսե այն բանին մի տպնակ։ Բայց աշխարհը մեզ գսե խնդիր չէ, նայեցեք, շահ կա, այս կա, այն կա։ Ինչ որ հոս կբադայի այս ճամփորդության, կարծեք մեր կյանքի ճամփորդությունն է։ Փոթորիկներ, դժվարություններ։ Դերը մեզ գուզե շիդակ ժամանակին շիդակ գործնել, բայց մենք անհամբեր ուզենք միշտ երթալ առաջ եւ գլսենք այս կամ այն խրատները մարդկային, աշխարհային եւ մեզ իբր թե անոնք պիտի ուղեն աստվածային մեզ դված ճանապարհին վրա։ 12 որովհետև այդ նավահանգիստը հարմար չէր ծմերը հոնданցնելու, շատերը խորեցան անգե երթալ եւ տերևս կարող ըլան Փյունիգե հասնել եւ ծմերը հոնգենալ, որ Գրենդեի նավահանգիստ մնե ուտեբի հարավ եւ արևմտյան հյուսիս կնայ։ Ուրեմն ինչ ասին։ Ասին լավ գլա որ շուտ շարժինք եւ հասնենք այդ Փյունիգեի։ Փյունիգեն ոչ թե Լիբանանի Փյունիգեի մասն է, այլ Հունաստանի հարավի մասը։ Հասնենք ուրեմն այդտեղ եւ հոն անցնենք ծմերը մինչև հաջորդ հանգրվան դեպի Հռոմ։ Ուրեմն շատեր անհամբեր գուզեին երթալ առաջ։ Բողոս կսե գենանք այստեղ, այո հարմար չէ, նավահանգիստը հարմար չէ, բայց ավելավ է այստեղ գենանք, քան թե կանտվի մեր նավը եւ մեր բերերը եւ ինչու՞ չէ նաեւ մեր անձերը։ Համար 13։ Երբ հարավային մեղմը հով բջեց, գարձելով թե իրենց քիդավորությանը հասեր են, ջամփա ելանք եւ Գրենդեի կովերեն անցանք։ Մեղմ հովմը հարավային, ուրեմն հովմը որ ավելի տեպի ձովեզերք գտանի, դարձեցին թե այդ մեղմ հովը իրենց պիտի հասներ մինչև
Հռոմ կամ մինչև ինչպեսի Փյունիգեի գողմերը։ Չլսեցին Բողոսի խոսքը։ Մեղմ հով, գեղեցիկ, հաճելի։ Կտեսնեք աշխարհը մեզ միշտ հաճելի, նախ հաճելին գուտա, որ մենք այդ հաճելին այսպես հետևենք եւ այդ հաճելին նայեցեք ինչ պիտի լա շատ ադենչացած կսե մրգալից հովը ելավ մերթեմ, որ ելիգյոն գոչվեր։ Նախ մեղմ հով, բարձաբես դու խապվիր, բարձաբես դու քայլի աշխարհին սիստեմով, մեղմ հով, հաճելի հով, գիտեք մեղքը միշտ հաճելի է մարմինին, մարդկանց եւ Աստված եւ աշխարհը այդպես կնե, որ մենք միշտ մեղմ հովով այսպես խապվենք, սահինք եւ երտանք ավելի վատ տեղեր։ Բայց մեղմ հովին յետևեն միշտ կա մրգալից քամի, որբեսի քեզ քանթե, ոչնչացնե։ Երանի այն մարդուն, որ Տիրոջ խոսքը գլսե եւ այս աշխարհի մեղմ հովերուն եւ քամիներուն, մեղմ հայացքներուն, մեղմ հաճելի բաներուն շատ չի լսեր։ Երանի Աստծո խոսքի վրա մնաս եւ այդպես երտաս առաջ։ Նավը հապշտակվեցավ գսե եւ հովիմ տեն չգրծավ դիմանալ։ Թող դված գերտայինք եւ գուքայինք, ուրեմն ուղղությունալ չգար։ Ձովում մեջտեղը այլևս թող դված։ Ոչ աճ, ոչ ցախ, ճանապարհը չեն գիտեր։ Գդադամսիս նայրես այս աշխարհին բանն է քեզ գուզե գործընծնել այսօր երիտասարդի հետ կխոսեի որ գսե շատ վատ վիճակներ է գանցնիմ երիտասարդ չեմ գիտեր ինչ պիտի լայմ ցանկս չեմ գիտեր ինչ պիտի լայմ վիճակս դեպրեսիայի մեջ եմ ընկել 18-19 տարեկան աչեն ցախեն նայված քնած քանի որ երբ որ դու աշխարհի հաճելի մեղմ հովերուն գեհդեվիս քեզ անպայման պիտանի մեկտեղ որ դու պիտի գործընծնես նաև քո ուղղությունը ցանկի Անորամար սիրելի քույր եղբայրներ վերադարձեք Տիրոջը եւ իր խոսքին մի հետևիկ մարդկային խրատներուն մի հետևիկ աշխարհի հաճելի հիմքերին մի հետևիկ եւ որ քու քիմքդ հաճելի համ գբերե անպայման հետո պիտի կա շատ տանր շատ ձանր համեր շատ լեղի համ պիտի կա մեղմ հովը գգա բայց մեղմ հովեն հետո գգա այդ մրկալիցը որ գճախճախե քեզ եւ քո ցանկի ծովի գեսին գթողնե քեզ որ դու գորիս եւ չիմանաս ինչ է ցանկիդ նպատակը եւ այսօր գրնամսել ցեզի աշխարհի մեծամասնության մարդիկ չեն գիտեր ինչպես գաբրին ուր գաբրին ինչու համար գաբրին գործված վիճակի մեջ են միայն հարցերու յետևեն գվազեն որ այս հարցը լուծեն այն հարցը լուծեն բայց Քրիստոսի հետևորդ մարդը պետք չէ այնպես լա Քրիստոսի հետևորդ մարդը պետք է խաղաղությամբ ճշմարիտ իր ձովու ալիքին վրա քայլե տեւի ուղղություն եւ ոչ թե աճ կամ ցախ մորնա եւ կամ գործվի իր ուղղության մեջ Գերտայինք եւ գուքայինք չենք գիտեր ուր գերտայինք եւ ուր գուքայինք տեւի փոքր գղզիմը յետևի գողմը թիմելով որ գողոտա գոչվեր հազիվ գրցանք մագույ գպրնել որը վեր արին եւ միջոցներ կորցածելով նավը դագեն գաբեցին եւ վախնալով որ չլա թե հորցանավոր ինան արակաստը իջեցուցած գերտայինք եւ գուքայինք ուրեմն նավը այսպես վարեն եւ վրան գաբեցին ճուրինդագով այո անցուցին որբեսի բինդացնեն նավը արակաստը իջեցրեցին եւ թողեցին դեսնենք ինչ պիտի լա արիկները գզարնեն աչեն ցախեն ուղղություն չունին նպատակ չկա կամին իրենց հագարակ եւ թողած ինչը լա թողլա այսպես վիճակներ կան շատերուն կյանքի մեջ սիրելի քույր եղբայրներ այնքան դարաբանքներու մեջ են աչեն եւ ցախեն այնքան ջնշումի մեջ են դարբեր տեսակի ջնշումներ երբեմն ուժալ չունին բայկարելու որոշումներ առնելու ուղղություններ ունենալու եւ ինչպես այստեղ թողեցին նավը գուքար եւ գերտար քանի որ սաստիկ ալեգոզության մեջ էինք հաջորդ օրը բերները դուրս նետեցինք այդ բերները որ պիտի ուդեին իրենց ուդելիքները իրենց ունեցածները դուրս նետեցին եւ որ վտանգը գա քո բոլոր ունեցածներդ իմաստ չունի եւ նայեցեք աշխարհը միջև ուր գտանի մեզ նախ մեզ գուզե որ մենք այս բան ունենանք այդ բան ունենանք այդ բան ունենանք այդ բան ունենանք գվազենք այս բան ունենալու այն բան ունենալու բայց երբ որ գուք այդ վիճակը որ կամինգը հարված է քեզ այդ քո բոլոր ունեցածները որուն համար դարիներ դու վազեցիր
էլ իմաստ չեն ունենար, գսես անոնք կալ թապենք թողեր տա, պետք չունիմ միայն թե առողջ լանք։ Անորմալ գսեմ միայն թե քո հոգևոր առողջությունը կարևոր է քեզ, մնացածները այնքան մի վազվզեր յետևեն աշխարհի հաճելի ուղղություններում մեջ շատ մի մտնար, քանի որ այդտեղ հարված պիտի կա քեզի, այդ բաներում մեջ որ ինգար, այդ բաներում պատճառով հարվածներ պիտի կան, դու մնա դիրոջ մեջ, դիրոջ խոսքի մեջ, Պողոսը ասավ չլենք այստեղեն դուրս չլենք, բայց մարդիկ մասնակետներուն այսօր շատերը ChatGPT-ին գահարցնեն, քան թե դիրոջը խոսքին գահարցնեն։ Այսօր շատերը խրատներ գարնեն այս կամ այն մարդոցմե, քան թե դիրոջը ժողովուրդեն, քան թե հովիվներեն, քան թե առաջնորդներեն, իրենց խրատը գարնեն այս կամ այն պաստապաններեն, քան թե Աստուծո առաջ մնալով, լուրջ մնալով դիրոջ ներկայության մեջ։ Գասկնակ սիրելիներ, այս պատմությունը, որ հոս կտեսնենք, մանրամասն գրված, այս մեր կյանքի պատմությունն է։ Այս մեր կյանքի պատմությունն է, որ դու պետք է սորվիս։ Երորդ օրը նավին կորձիկները մեր ցերկերովը դուրս նետեցինք։ Նավին կորձիկները նետեցին, նավի մեջ բերերը նետեցին, արակաստանա չունեցան, ամեն ինչ մնաց իր տեղը։ Ձովը միան գխփե աչեն եւ ցախեն, գզարնվին աչեն ցախեն, ինչ հարված կա այդ կողմ գերտան, ուղղություն չունին, նպատակ չկա, դեսիլք չկա, զորություն չկա երթալու առաջ։ Ինչու չլսեցիր Տիրոջ խոսքը։ Ինչու չլսեցիր Տիրոջ խոսքը։ Համար 20 շատ օրեր ոչ արև ոչ աստղեր գերևնային եւ փոթորիկը քիչ չեր մեր վրա ալ բոլորովին մեր ազատվելու հույսը կդրվեցավ ոչ աստղ ոչ արև ասել է որ չենք գիտեր ուր ենք քանի որ քիչ առաջ ասի աստղեն եւ արևեն գտնային աչը ցախը հյուսիսը հարավը եւ այլն ոչ աչ ոչ ցախ ոչ հյուսիս ոչ հարավ ուդելիք չգա, նավին մեջ կորձիկ չգա հարաճ երթալու, հույսերնիս գդրվեցավ։ Ավասիկ ուր գդանի աշխարը կեզ, հույսդ կդրես ամեն ինչեն և անցնասպանը լաս և մերնիս։ Այս է սատանային կորձը, որ գուզ է ուղել ամեն մի մարդու։ Շատերը այդ իրենց գամքի ուժով գդևեն, բայց իրենց մեջի հույսը գդրված, ուժը ելած, առանց նպատակի, միայն կարծեք ալիքներուն թեմ տնելու մասին կմտածեն մարդիկ, բայց ավելի լավ բան կա սիրելիներ։ Մեր կյանքը փոթորիկին մեջ մենք լույս ունենք, Տիրոջ լույսը եւ Տիրոջ հույսը։ Անորամար դեր Հիսուս Քրիստոս փոթորիկին մեջ կսե ճուրին վրային կալելով եկավ ժողովրդին իր աշակերտներուն։ Ցույց տալով որ ինքը իշխանություն ունի ամեն իրավիճակի մեջ նույնիսկ եթե հույսդ կտրված է այսօր քեզի գոչ այսօր քեզի քաչալերություն Հիսուս փոթորիկին վրա կալելով գուկա այսօր քո գոդրած նավդ քո ալիգոտված ձովուտ վրա քո փոթորիկ կյանքիդ մեջ ինք գուկա քեզ այդտեղեն դուրս հանելու քանի որ Տիրոջ նպատակը քեզ հասցնելն է հավիտենականության 21 Որովհետև շատ օրերը իվեր անոթի էին, Պողոս անոնց մեջ կայնելով ասավ, ով մարդիկ պետք էր որ ինձի մտիկ ընեիք ու գրեդեին չելեինք եւ այս տարաբանքն ալ վնաս չկաշեինք։ Ավասիկ Պողոս կսե, ես Տիրոջ զավակն եմ, ես Տիրոջ առաքյալն եմ, ինձ մտիկ ընեիք, դերը մեզ ասավ մի ելեք այստեղ։ Հիմա ալ ցեզի գհորտորեմ, որ քաչասիրտ եղեք, սիրտ արեք։ Քանզի ցեզմե մեգուն անցին վնասմը բիդի չլա միայն նավին վասնզի այս գիշեր լավ լսեցեք ինչ կսա այստեղ այս գիշեր երևցավ ինձի հրեշտակը այն աստուծույն որուն եմ ես եւ որ գբաշտեմ եւ ըսավ մի վախնար Պողոս դուն գայսրին դիմաց պետք է ելես ուստի Աստված քեզ շնորհեց զանոնք որոնք քեզի հետ նավու մեջ են Մենք գիշենք անցյալ անգամները ասինք, որ Աստված ըսավ Պողոսին դու անպայման պիտի երթաս Հռոմ։ Գայսրին առջև պիտի ելես։ Եվ գտեսանք Երուսաղեմեն ինչ վիճակներով հիմա հասեր են այստեղ հասնելու երթալու դեպի Հռոմ։ Ուրեմն Պողոս խնդիր չունի։ Պողոս գիտի որ պիտի չմեռնի, պիտի չխեղդվի, ինք պիտի երթա Հռոմ։ Բայց այստեղ է Աստուծո խոսքը։ Աստված գսե Պողոսին, ոչ թե մի անդուն պիտի երթաս։
այլ քեզի հետ եղողները, նավուն մեջ եղողները։ Հալելույա։ Սիրելի քույր եղբայրներ, որքան զորավոր խոսք է այս։ Երբ որ Քրիստոսի հետևորդ հավատացյալը, աշակերտը հավատարիմ է իր կոչումին, հավատարիմ է իր նպատակին, հավատարիմ է Տիրոջը խոսքին, վստահ եղեք, ոչ թե միայն ինքը պիտի օրհնվի, այլ իր հետ եղողները նաև պիտի օրհնվին, իր հետ ապրողները նաև պիտի օրհնվին, իր հետ նույն նավուն մեջ եղողները նաև պիտի օրհնվին, քանի որ Աստված կհասնի իրենիններուն։ Ուրեմն եթե դու այսօր դառնաս Հիսուս Քրիստոսի սիրելի աշակերտ, եթե դառնաս նվիրյալ, անգերց, արդար հետևորդ, վստահ եղիր, որ ոչ թե միայն տուն պիտի օրհնվիս, այլ պիտի օրհնվիս դու եւ քո գինները։ Աստված գսե Բողոսին, դու պիտի հասնիս Հռոմ, եւ այդ նավը պիտի կանտվի այո, բայց ոչ մեկին վնաս մի չլա, քանի որ ես քեզ ողորմությունների, քեզ բահելով քո 4 կողմիններուտ նաեւ կբահեմ։ Հալելույա։ Որքան մեծ իշխանություն գտա Տերը, ինչպես ես քիչ առաջ ասի, երբ որ մենք Տիրոջ որդիները գլանք, մենք մեծ իշխանություն, մեծ օրհնության, մեծ բադիվ կապրինք, սիրելիներ։ Եվ Բողոս ասավ մի վախնար, եւ դերը ասավ մի վախնար Բողոս, մեկադեր գարտամ այստեղ, գայշրին դիմաց պետք է որ ելես տուն, ուստի Աստված քեզի շնորհեց զանոնք, որոնք քեզի հետ այս նավուն մեջն են։ Ուստի մարդիկ սիրտ արեք, վասնզի ես կհավատամ Աստծո, որ այսպես պիտի ըլլա, ինչպես ինձի ըսվեցավ։ Հալելույա։ Բողոս բոլոր հռոմայացի, հայրաբեդին, զինվորներուն, որոնք կբաշտեին գայսրը, որոնք գիտեին, որ գայսրեն զատ ուրիշ Աստված չկա։ Բողոս ոտքի գելը գսե ես այն Աստծո դիմաց կայներեմ եւ ես գիտեմ որ ինչ որ Աստված ինձ եսավ այդպես ալը պիտի ըլլա։ Ավասիկ վկայությունը, ճշմարիտ վկայությունը, սիրելի քույր եղբայրներ, այն հավատացյալին, այն արդար հավատացյալին Աստված այն մարդուն իսկապես կբահե եւ գործնե եւ գզորացնե։ Երանի Քրիստոսի հետևորդ հավատացյալ քրիստոնյաները, աշակերտները կարողանայինք ամեն մեկս այս վիճակի մեջ ապրեինք ամեն ադեն։ Այսօր հրաշքներու քիչություն կա, քանի որ հավատացյալները արդար չեն։ Այսօր փոթորիկները կշարունակվին խանգարել ընտանիքները, զույգերը, զավակները, թորնիկները, որ ինչու, քանի որ այդ տեղի մեջ հավատացյալները արդար, ճշմարիտ չեն ապրիր։ Այո, երբ որ քթուն հավատացյալ գսես եւ հավատացյալի մեջ չես ապրիր, փոթորիկներու մեջ պիտի շարունակիս դերևս եւ խեղդվիս նույնիսկ։ Անորոմար սիրելի անոնք ինձ կհետևին, որ հավատացյալ գսես դու քեզ, դու պետք է Քրիստոսի հավատարիմ զավակը լաս, որովհետեւ դու օրտնվիս, փոթորիկի մեջ բահվիս, բայց նաև քո հետ, քո ընտանիքը, քո սիրելիները, քո եկեղեցին, քո հարևանները։ Ես վկայություններ գրնամ դալ այդ ուղղությամբ, թե երբ որ հավատարիմ է Տիրոջը, դերը ոչ թե միայն իրեն կբահե, այլ իր 4 կողմիններուն, նույնիսկ իր նույն փողոցի մեջ ապրողներուն կբահե։ Սիրելի քույր եղբայրներ, Պետրոս այստեղ գսե ես կհավատամ Աստծո, որ ինչ որ ըսավ այդպես պիտի լա։ Ավասիկ հրճագում, ինչ որ գսե Աստված այդպես պիտի լա, բայց դու արդյոք այդ Աստծո խոսքին ըսածին մեջն ես կամ չէ։ Մեզի օրինակ է այստեղ, մեր կյանքին պատմությունն է այստեղ, մեր փոթորիկներուն մեջն է, մեր իրարանցումներուն մեջն է, որոնց այնը գլսես, Աստվածայինը, թե մասնակետներու, կամ քո գարձածդ, կամ քո մտածածդ, կամ քո ցանկությունը։ Հալելույա։ Համար 27 24 գիշերներ, որ Ադրիական ծովու մեջ գդարուփերեինք։ Ես քիշերին նավավարները կգարձեին, թե երկրիմը մոտեցեր են, քնտակը ցկելով 20 քրգաչապ կդան, քիչ մնալ հարաճ երթալով նորեն ցկեցին եւ 15 քրգաչապ կդան, ու վախնալով որ չլա թե կարոտ տեղեր ինան, յետևի գողմեն 4 խարիս ցկեցին եւ անցկությամբ լուսնալուն գսպասեին, իսկ նավավարները նավեն փախչիլ ուզելով Մագույ գծովը իջեցուցին, ցեվացնելով թե արջևի գողմեն ալ խարիսները պիտի ցկեն, բայց Պողոս ըսավ հայրաբեդին ու զինվորներուն, նայեցեք ինչ կսե Պողոս, եթե ադոնք նավին մեջ չգնան, դուք չեք կրնար ազատիլ։ Պողոս ինչ կսե, եթե դուք պիտի ազատիք,
իմ ներգայությամբ պիտի ազատիք։ Ես նավուն մեջն եմ, բոլորդ նավուն մեջը, այն ադեն է, որ Աստված խոստացավ, որ ոչ մեկին բան պիտի չլա։ Բայց այդ մարդիկ իրենց ուժերով կամ իմաստությունով գուզեն փախիլ նավեն, որ իբր թե հասնին ձովեզերք եւ փրկվին, այն ադեն իրենց վտանգ պիտի լա։ Մի խոսքով ծեր ուժերով փրկություն չգա, փրկությունը միան Տիրոջմեն է, հալելույա։ Եթե դերը կփրկե քեզ, միայն ինքն է փրկողը, քո գարձածներով չէ, քո ուժերով չէ, քո զորությամբ չէ, այլ իմ հոգիով գսե սուբ գիրքը։ Ոչ զորությամբ, ոչ իմաստությամբ, այլ իմ հոգիով։ Եվ ողոս այսիկա գսե իրենք ուզեցին ուրեմն երբ որ գմոդենային ձովեզերքին մութ է, չմորնակ, մութ է քիշերը գտեսնեն որ խորունգությունը գամած գքիչնա։ Ուրեմն ասին այստեղ երգիր մգա կամ քաղաք մգա կամ ձովեզերք մգա գմոդենան այդտեղ։ Թողեցին իրենց այդ ինչպես կսեն իրենց այդ երգատյա շղթաները եւ ասին սպասենք միջև առավոտ։ Բայց բողոս շատ լավ գիտե ինչ պիտի լա։ Դերսավ դուք պիտի ազատիք։ Այնադեն զինվորները մագույգին չվանները գդրեցին եւ թողուցին որ հերանա։ Անոնք որ գուզեին փախիլ, հայրաբեդեսավ չեք փախիր գմնակ նավուն մեջ, մագույգը թողեցին, գդրեցին եւ թողեցին։ Արդուն Բողոս գաղաչեր ամենուն որ գերագուր ուդեն։ Հալելույա, զարմանալի։ Ասելով այսօր 14-րդ օրն է որ դուք սպասելով անոթի մնացել եք ու բան մը գերած չեք։ Ուստի գաղաչեմ ցեզի որ գերագուր ուդեք, վասնզի այս ալ ծեր ազատությանը համար է։ Կազի ցեզ մեկուն գլխեն մազմը բիդի չգործվի։ Բողոս Արաքյալն նաև գմտածե իրենց մարմիններուն մասին։ Գտեսնենք ինչպես Բողոս Արաքյալը այստեղ իր մարդկությունը գտեսնենք։ Իր սերը գտեսնենք մարդկանց հանդեպ։ Իր հավատարմությունը գտեսնենք Աստծո առջև։ Իր համեստությունը նաև գտեսնենք։ Գսե ելեք գերագուր կերեք։ Այս փոթորիկներուն 14 օրը ի վեր փոթորիկներուն մեջ ժամանակ չունի գվախնակ իրար գասնի գերագուր չեք ուտեր գարձեք որ պիտի վերնիկ բայց հոգմինեք դերը ասավ ինձի բոլորս պիտի ազատվենք հանգիստ գերագուրնիդ կերեք չէ որ Հիսուս մեզ ասավ հոգմինեք ոչ մեկ բանի համար ինչու քանի որ եթե դուք իմ հետ հավատարիմ եք եթե դուք ինձի հավատարիմ եք ինչու հոգ կնեք դերը հոգ կտանի իր զավակներուն Ավասիկ նաև ամենամեծ մեղքը հավատացյալին երբ գմդա հոգվի թե ինչ պիտի ըլլա իրեն Աստվածը սավ Բողոսին դուք պիտի հասնիք եւ բարձաբես գրված այստեղ ինչ որ դերը սավ դերը իր խոսքը գադարե Աստված իր զավակներուն սավ հոգմի ընեք ոչ մի բանի համար ամեն ինչի հոգ տանողը ես եմ ցեզ բահողը ցեզ գերագրողը ցեզ պաշտպանողը Աստված հայր իր զավակներուն բայց եթե զավակը ելլե եւ սկսի մտահոգվի ուրեմն ինք իր հայրության վրա գասկածություն ունի ուրեմն գասկածիս հորը զորությանը եւ երբ որ գասկածիս ահավասիկ մեղ կգուքա ելեք գերեք հանգիստրեք բիդի փրկվինք հոգմինեք Աստված իր զավակներուն գհոգա Եթե իր զավակն ես վստահիր եթե իր զավակը չես եղիր ապաշխարե մգրդվիր հանցնվիր Տիրոջը որբեսի հայրությունն է քեզի դեր գիտեք հայր մեր աղոթելով Աստված քո հայրը չլար գիտեմ մեր հայրը ամեն օր մի 10 անգամ հայր մեր գաղոթեն այդպես չէ որ Աստված մեր հայրը գլա Աստված մեր հայրը գլա երբ որ սիրելի քուր եղբայրներ մենք Հիսուս Քրիստոսը գտնունենք եւ հայրը կդառնա մեր Աստվածը կդառնա մեր հայրը երբ Հիսուս կդառնա մեր բրգիչ եւ մեր դերը երբ կհանձնվենք Հիսուս Քրիստոսի երբ կնվիրվենք Հիսուս Քրիստոսի երբ կվկայենք իր զորության մասին այն ժամանակ կդառնանք իր ընտանիքի անդամ Աստված կդառնա մեր հայրը եւ եթե Աստված մեր հայրն է ոչ մեկ բանի հոգ պիտի չնես Հալելույա Այսպես ասելով գսե համար 35 հացը արավ եւ ամենուն արչեվ աստուծմե կողացավ գդրելով սկսավ ուդել աստուծմե կողացավ այս աղոտ կնե բռնեց հացը աղոտեց բոլորին արչեվ հալելույա ասավ ես իմ Աստվածից ես իմ Աստծո գհավատամ գվստահիմ փոթորիկ կա քիշեր է խնդիր կա պրոբլեմ չկա չենք գիտեն ինչ պիտի լա բայց Աստվածը սավ հոգմիներ ես ալ հանգիստ հացս պիտի ուդեմ փառք տալով իր սուրբ անվանը Ամեն կնալ սիրտ արին եւ իրենք ալ գերագուր գերան գտեսնեք ավետարանչությունը
ավետարանչությունն ավ այստեղ Բողոս ամեն այդտեղի փանդարգյալներին, զինվորներին, հայրաբեդին սիրտ տվավ, Աստծո խոսքը տալով, հրճագեց Աստծո խոսքը եւ ինք ապրեցավ, միան չքարոզեց, դժբախտաբար շատ այսօր քարոզիչներ լավ կքարոզեն, բայց իրենց կյանքը իրենց քարոզին չի համապատասխաներ։ Ավետարանչությունը երբ որ դու գաբրիս ինչ որ կքարոզես, ավետարանչությունը երբ որ դու կփոխանցես եւ կփոխանցածը նախ դու գաբրիս։ Բողոս իր վստահությունը ցույց տվավ բոլորին արչեւ հաց ուդելով եւ բոլորին արչեւ իր Աստուծո հավատարմությունը ցույց տվավ, երբ աղոթեց եւ փառք տվավ Տիրոջը, ոչ թե վախցավ, ոչ թե աղոթեց, որ այդ փոթորիկը իրենց մե անցնի, ոչ թե իրար անցավ, ոչ, փառք տվավ Տիրոջը այդ կդոր մահացի համար, որ նավուն մեջ պիտի ուդե։ Օրտնյալ է մեր Տերը, որ կսորվեցնի այսօր մեզի ճշմարիտ հավատքի մարդը լալ սիրելիներ ջան։ Ճշմարիտ հավատքի մարդ, խոսքով, գործով, վստահությամբ։ Նավի մեջ 276 հոգի էինք, 276։ 276 հոգին նստան, լսեցին, խանգարվեցան, իրարանցան, բայց լսեցին։ Հալելույա։ Երբ կշտացան գերագուրով, նավը թեթևցուցին, ծորենը ձովը թափելով։ Բիդի թեթևցնեին նավը, բայց բիդի ուդեին։ Համար 39։ Արդուն ցամաքը չէին ճանչնար։ Միայն ձոցը գնշմարեինք, որ ձովեզերք ուներ ու գխորեին հնարք մկտնել, որ կարելի ըլլա նավը անոր մեջ մխել։ Խարիսները գդրելով ձովը ցկեցինք ու ղեգերուն գաբերը թուլցուցին եւ արակաստը հովեն բանալով թեբի այն ձովեզերքը կացին։ Ուրեմն հովը կամին կպչե, իրենք ամեն ինչ թողած են, հիմա նավը գերտա թեբի ձովեզերք։ Այն այնպիսի դեղմը ինգան, որուն երկու գողմը ձով էր, նավը նստեցուցին, նավին արջևի գողմը խրեցավ եւ անշարժ մնաց, բայց յետևի գողմը ալիքներուն սասկուտենեն գքագվեր։ Զինվորնալալ խորուրդ ըրին, որ գապվածները սպաննեն, որ չլա թե մեկը լողա եւ փախչի։ Նորմալ է զինվորները պետք է փանդարգյալներուն հասցնեն հրոմ։ Եթե մեկ հատ փանդարգյալ բագասը լար, իրենք պիտի մեռնեին, իրենք պիտի բաճվեին։ Անորոմար ուզեցին սպաննել, որ ոչ մեկը լողալով չփախի եւ իրենցալ վնաս չհասնի։ Բայց հայրաբեդը, նայեցեք նոր մեմիևս, հայրաբեդը, որ Բողոսը ազատել գուզեր, ինչու Բողոսին ազատել գուզեր, քանի որ Բողոսը իր հետ մտերմություն ուներ, Աստծո խոսքը գար, հայրաբեդը դեսեր էր, գահասկնար, գդեսներ Բողոսի մեջ կյանքը, այո փանդարգյալ էր, այո պիտի սպաննեին իբր թե Բողոսին, բայց հայրաբեդը գդեսներ թե այնպես չէ, Բողոս Աստծո մարդն է։ Եվ հայրաբեդը, որ Բողոսին գուզեր ազատեր, արգիրեց անոնց այն խորհուրդը եւ հրամանդվավ, որ լողալ կիցողները առաջ նետվին եւ հետո ցամաք ելեն։ Եվ մնացածները ոմանք տախտակներով եւ ոմանք ուրիշ բաներով եւ այնպես ամենքը ազատեցան, ցամաք ելան։ Ամենքը ազատեցան, ցամաք ելան։ Աստված սա Բողոսին ոչ մեկը պիտի չգործվի, այդպես ալ եղավ։ Բողոս հրճագեց բոլորին, մնացեք նավուն մեջ, ոչ մեկը պիտի չգործվի, այդպես ալ եղավ։ Եվ հավասիկ այստեղս է բոլորը ազատեցան, քանի որ բոլորը մնացին այդ նավուն մեջ, որ Աստված դվավ Բողոսին եւ Բողոսիններուն։ Հալելույա։ Օրտնյալ է մեր Տերը, խոսքը իրական է, այս պատմությունը միայն Բողոսի օրվա պատմությունները չեն, այս պատմությունը նաև քեզի եւ ինձի համար է սիրելիս, որ մենք սորվինք հավատալ, վստահիլ, նվիրվիլ, քայլել, փոթորիկներուն մեջ իրարանցումին մեջ նավը գխորդագի, բայց դու գիտես ով է քո Աստվածը, դու միան հավատարիմ եղիր եւ Տիրոջ մե խոսքը ստացիր, այն խոսքը, որ հայրը իր զավակներուն միշտ կուտա բարձրացնելու, մաքրելու, սրբելու, օրտնելու եւ բժշկելու համար, օրտնյալը լայն Աստվածը, որ Հիսուս Քրիստոսով դարձավ քո հայրը, եւ հիմա դու գնաս բարձրացան ասել, հայր ունիմ երկինքը, իրեն լա փառք Հիսուս Քրիստոսով, հալելույա։ Կասկնակ սիրելի քույր եղբայրներ, ինչ մեծ օրհնություն է, երբ որ մենք գիտենք ով ենք, ուր գերտանք, ինչ կնենք եւ ով է մեր հայրը, ով է մեր Աստվածը, ով է մեր Աստվածը։ Հալելույա։ Համար 28-րդ գլուխ համար 1։ Երբ ազատեցան,
հասկացան թե այն գղզին անունը Մերիդեր եւ բնիկները քիչ մարտասիրություն չցուցեցին մեզի վասնզի գրակ վարեցին եւ մեզ ամենքս ընդունեցին մեր վրա հացած անցրեդին եւ ցուրդին համար ինչ գեղեցիկ ժողովուրդը ընդունեցին Բողոսին եւ 276 մարդկանց ընդունեցին գերագրեցին դակցուցին դերորդին երբ Բողոս շատ մխրիվ ժողվեց խրիվ այդ փայդերն են որ գժողվեր եւ գրագին վրա դրավ դակուտենեն իժմը ելավ օծմը ելավ անոր ցերկը բռնեց անշուշտ օծը գիտեք գխայթե բնիկներն ալ երբ այս կազանը դեսան անոր ցերկին վրա գախված իրարու ասին օ անշուշտ ասիգա մարտասպան մնե որ թեպետ ծովեն ազատվեցավ բայց արդարությունը թող չդվավ որ աբրի ուրիշ աստվածներ ճաշտողներ ուրիշ հավատք ունեցողներ, դերևս անհավատներ, դերևս աթեիստներ չեն հասկնար աստվածային գործերը։ Իրենք չեն գիտեր ով էր Բողոս Արաքյալը, թե ինչ էր ասած Աստված Բողոս Արաքյալին, թե ինչ պիտի աներ Բողոս Արաքյալը, աշկեդեղյակ չէին։ Օծը պատտվեցավ Բողոսին ցերկասին, ուրեմն այս մարդը մարտասպան է արդարությունը, իրենց ասած արդարությունը, որ մենք գիտենք որ արդարություն չէ, խայթեց եւ բիդե սպաննե Բողոսին բայց նայեցեք ինչ կնե Բողոս իսկ անիգա կազանը գրագին մեջ թոթվելով իրեն վնասմը չեղավ բդիկները կսպասեին որ անիգա ուրենա խայտած դեղը կամ հանգարձամահ մերած ինա բայց շատ սպասեցին եւ դեսան որ անոր վնասմը չեղավ գարձիկտին փոխելով ըսին այս Աստված մնե Հիսուս ասավ դուք պիտի տակ իմ համար պիտի կարոզեք աշխարհի 4 կողմերը հրաշքներ պիտի ավետարանը պիտի կարոզեք եթե թույն խմեք բամը պիտի չլա իսկ եթե օծերը խայթեցես բամը պիտի չլա ահա վասիկ ինչ պատահեցավ Բողոսին օծը եկավ խայթեց բամը չեղավ ինչու քանի որ Բողոս ծառայության մեջ էր Բողոս ավետարանի փոխանցման մեջ էր Բողոս հնազանդ եւ հավատարիմ էր Աստծո երբ որ մենք հավատարիմ ենք մեր ծառայության մեջ Աստված կբահե մեր ամեն ընթացքը այս մարդիկը չէին հասկանար գսեն Աստված մնե քանի որ իրենց համար հրաշք լալը նորմալ բանը չէր այս ուր լսվեր է որ օծը խայտե եւ բանը չլա այդ մարդուն ուրեմն հասկացան որ Բողոս Աստուծո մարդ է եւ նայեցեք ինչ գբադահի այն դեղին բոլորդիկը գղզին գլխավոր մարդուն ակարագները գտնվեին որուն անունը Բոբղիոս էր անմեզ ընդունեց եւ 3 օր հյուրասիրությամբ մեզ իրեն կով բահեց Բոբղիոսի հայրը չերմով եւ տանչկով հիվանդացած բարգած էր Բողոս անոր կով մտավ եւ աղոտ կնելով ցերկերը անոր վրա դրավ եւ բժշկեց զանիգա ու երբ ասիգա եղավ ուրիշ հիվանդներ որոնք այն գղզի մեջ էին գուկային եւ կբժշկվեին անոնք շատ բադիվներով մեզ բադվեցին ու մեր երթալու ադենը պետք եղած բաները մեզի դվին ահավասիկ Բողոս մի 3 ամիս կմնա այս գղզի մեջ ինչպես ասենք 276 մարդով եւ Բողոս գղզի մեջ ավետարանցություն գնե հրաշքներ գնե հիվանդներ կբժշկի Բողոս չգանգնեցավ այդտեղ նավուն մեջ ավետարանցություն ըրավ փանդին մեջ ավետարանցություն ըրավ գուսագալին դիմաց ավետարանցություն ըրավ թակավորին դիմաց ավետարանցություն ըրավ բիդի երտա Սեզարինկով Գայսրինկով ավետարանցություն բիդենե գղզի եկավ ավետարանցություն ըրավ ժողովուրդ Աստուծո զավակը Աստծո աշակերտը Քրիստոսի աշակերտը իր ինքնության իր արյան մեջ պետք է ունենա ավետարանը փոխանցել ավետարանը խոսիլ Քրիստոսը ապրիլ Քրիստոսի մասին խոսիլ իր արյանը մեջ պետք է լա եւ դերը թող ողորմի քեզ եւ ինձ երբ որ մենք մեր արյան մեջ չենք անցուցած դեր Հիսուս Քրիստոսի արաքելությունը ավետարանը փոխանցելու ավետարանը քարոզելու համար Այստեղ չսա Բողոս ինձ բռներեն ես շղթայ գաբեմ չէ նայեցեք իր մարդկությունը մարդիկ նստեր են
գրագին 4 կողմը գդակնան Բողոս ինքը ոտքի ելլե եւ գերտա փայտ կհավաքե որբեսի այն զինվորները որ ինք անոնց քերին է այն զինվորներուն դակցնե գրնակ երևակայել սերը եւ մարդկությունը եւ հարկանքը գտեսնեք Բողոսի բարձությունը սիրելի քույր եղբայրներ գտեսնեք ծառայության հոգին այսօր մենք կտեսնենք երբեմն հովիվներ կամ ծառայողներ այնքան իրենց թակավորներ ու դեղ գարնեն այնքան իրենց մեծ դեղ գտնեն որ պետք է իսկապես սպասավորություն ունես այդ հովի վսված մարդուն բայց Բողոսը նայեցեք ինքը գերտա գահավաքը փայդերը գպերը գտնե որ բոլորը դակնան բոլորը ուրախանան բոլորը լավ զգան օծը գխայտեն կշարունակե իր ծառայությունը հիվանդ կա գպժշկե մեկը գա պիտի կարոզե Ուրեն այն Քրիստոսի աշակերտները այսօր, ուրեն աշակերտները ընդհանրապես այսօր։ Հավատացյալներով լեծ ունենք։ Եկեղեցիները հավատացյալներով լեծ ունեն, բայց աշակերտներ չկան, ուրեն աշակերտները։ Ուրեն այդ մարդիկը, որ հոգիով էյությամբ իսկապես դիրոջը կորձը գուզեննել, մարդիկ փրկելու, բժշկելու, օրտնելու, բարձրացնելու, ծառայելու նպատակով։ Ամեն մարդ իր անձին լավությունը կփնտրե, իր անձին հանգիստը կփնտրե, հուսամտուն որ ինձ կլսես այս խոսքերուն մեջ լուրջ կնայիս։ Դեսակ կորձ արաքելոցի սերդողությունը որ մենք ըրինք, որքան աշակերտության մասին խոսեցանք, եւ որքան տեսանք որ աշակերտ ըլլալը բագաս է, աշակերտ հոգեբանությունը, հա, չեմ ասել աշակերտության դասընթացներ, աշակերտության հոգեբանությունը այսօր եկեղեցիներու մեջ, հավատացյալներու մեջ, ուր են։ Եվ այստեղ գզարմանամ, երբ Ղուգաս կգրե, Բողոս մինակ չէր, այդտեղ գային ուրիշ հավատացյալներ, կոնե Ղուգասը գար, եւ ուրիշ հավատացյալներ գային, ուր էին անոնք, ինչու անոնք փայտ չհավաքեցին, ինչու անոնք չօգնեցին, ինչու միան Բողոսը։ Գտեսնեք սիրելիներ, հուսամ լավ կհասկանաք, Աստված չուզեր որ մենք բադվենք Բողոսը, Աստված գուզե մեզ օրինակ դա, Բողոսը թե այսպես հավատացյալ օրինակ դառնա մեզի։ Ոչ թե մենք բադվենք կամ ինչ գիտնամ սրբացնենք Բողոսին եւ այդպես սկսենք նույնիսկ դերևս նույնիսկ բաշտել Բողոսին, ոչ։ Գտեսնենք Բողոսի մարդկությունը, բարձությունը, հոգևոր լեցունությունը, հավատարմությունը, մարդ փրկելու, մարդ բժշկելու այդ սիրտը։ Ամբողջ գղզին ավետարանչություն եղավ։ 3 ամսվա մեջ։ Հիմա գտեսնեք ինչու ամբողջ հռոմեական գայսրության մեջ ավետարանը դարածվեցավ։ 10 տարվա մեջ ամբողջ Եվրոպան հռոմեայի գայսրության մեջ ավետարանը դարածվեցավ 10 տարվա մեջ։ Մենք այսօր եկեղեցիներ կան 50 տարի է նույն տեղն են։ Միան 20 հոգի կա։ Միան 20 հոգի կա այդ եկեղեցին մեջ։ 50 տարի է։ Ինչ կնեն։ Ինչու չեն փրկեր մարդկանց։ Ինչու չեն ծառայեր։ Ինչու եւ այս բոլորիս համար ես անոնց մեջ մտած չեմ դադարել ոչ մեկ եկեղեցի, բայց կսեմ պետք է եկեղեցին շարժի։ Պետք է հավատացյալ ըսվածները շարժին։ Պետք է հավատացյալները հասկանան, որ իրենք գոչում ունին Տիրոջ առջև։ Համար 11 3 ամիս հետո Ալեքսանդրիական նավով մջամփա ելանք, որ ծմերը այն գղզին անցուցեր էր եւ դիսկորիցաներու նշանը ուներ։ Ուրեմն Սիրագուստ հասնելով 3 օր հոնգեցանք, անգեալ բուդուտը ընելով հրեկյոն հասանք, 1 օր հետո երբ հարավ սկսավ փչել, այո, 2 օրեն Բադիոհոս հասանք։ Հոն եղբայրներ կդանք, արդեն Իտալիայի սահմաններն են։ Հոն եղբայրներ կդանք, որոնք աղաչեցին, որ 7 օր իրենց կով մնանք ու ետքը Հռոմ ելնենք։ Եղբայրները երբ մեր վրայով լսեցին մեզ թիմավորելու ելան մինչև Ապիոսիս վաճառանոցը, որ 3 բանտոկներն են։ Բողոս զանոնք տեսնելով կողություն դվավ Աստծո եւ սիրտ արավ։ Հռոմի մեջ, Հռոմ է այստեղ, արդեն Հռոմ հասան։
Հռոմի մեջ հասան, այդտեղ գտեսնեն եղբայրներ։ Բողոս դեռ Հռոմ եկած չէր։ Այդ եղբայրները ուր են։ Այդ հավատացյալները ուր են։ Ոչ մեկը առաքյալներեն դեռ հասած չէր Հռոմ։ Պարզապես երբ Պենտեկոստեի օրը շատեր գային Հռոմեն Երուսաղեմ եւ ստացան Սուրբ Հոգին, այդ շատերը կացին Հռոմ եւ սկսան ավետարանչություն ունել, աշակերտություն ունել եւ այդպես այդտեղ քանակը շատացավ։ Իսկ Բողոս հռոմայացիներուն նամակը, որ ճիշտ վերջը գրված է, հռոմայացիներուն նամակը արդեն ուղարկած էր այդ աշակերտներուն, այդ եղբայրներուն։ Ինք չեր ճաշտակը հռոմայացիներուն մեջ կսե, ես դեռ ցերերս դեսած չեմ, բայց կգրեմ ցեզի։ Ուրեմն ավետարանը որքան շուտ աջավ սիրելի քույր եղբայրներ։ Հռոմայության գայսրին մեջ Աստված իսկապես մեծ գործեր կատարեց։ Եվ մեզ ցույց տվավ, որ ավետարանը խորանի վրա մնալու դեղ չէ։ Մեր բահարաններուն վրա մնալու դեղ չէ։ Մեր եկեղեցիներու փեմերու վրա թրվելիք դեղ չէ։ Ավետարանը մեր սրդերին մեջ ապրելիք տեղ պետք է լա, որբեսի մեր մեջ տեսնվի ավետարանը եւ մենք փոխանցենք ավետարանը, որբեսի շատեր բրգվին ավետարանով, շատեր տեսնեն ավետարանի իրական կյանքը, իրական Քրիստոսի հետևորդի դարբերությունը, քան թե գղերականներեն կամ ինչ գիտնամ անունով հավատացյալներ, գիրագյորվա հավատացյալներ, հովիվներ եւ այլն, մարդիկ անոնց կնային։ Մենք սիրելի ժողովուրդ, սիրելի քույր եղբայրներ, պետք է ավետարանը մեր մեջ կյանք առնե եւ մարդիկ պետք է տեսնեն, որ մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներս, մենք բոլորովին դարբեր մարդիկ ենք։ Այսպես է որ ավետարանը պիտի փոխանցես դու քո ընտանիքիդ, քո բարեկամներուդ, քո ընտանիքի անդամներուն, կամ հարևաններուն եւ այլն, եւ ուր որ գաբիս այդտեղ օրտնություն պիտի լա, քանի որ դու այդտեղ ես։ Ավետարանը գենտանի ավետարանը գաբրիս եւ դու պիտի փոխանցես։ Երանի այս խոսքերս որ գսեմ, երանի քիչ ավելի լսողներ ըլլային եւ քիչ ավելի աբրողներ ըլլային եկեղեցիներու մեջ։ Խոսքս այսօր թուրքի մարդկանց չէ, անոնք որ իրենց հավատացյալ գսեն, այդ մարդկանց կխոսիմ։ Քեզի որ դու գսես ես հավատացյալ եմ, ես Հիսուսը ունիմ, ես կհավատամ, ուրեմն քնա աշակերտ եղիր։ Ուրիշ տարբերակ չկա։ Երբ հրով մտանք, Հայրաբեդը գապվածները Զորաբեդին հանցնեց, իսկ Բողոսին հրաման եղավ, որ իր բահաբան զինվորներուն կով գենա։ 3 օր հետո ան հրյաներուն գլխավորները գանչեց ու երբ մեկտեղ եկան ըսավ անոնց։ Ինչպես միշտ Բողոս ուր որ գերտար հրյաներուն կգանչեր գսեր ով է Մեսիան, գսեր թե այդ ծեր սպասած Մեսիան Հիսուս Քրիստոսն է, որ մերավ հարություն արավ եւ այսօր եւ պիտի վերադառնա, ուրեմն Սուրբ Հոգին ստացեք եւ քայլեցեք ճշմարիտ ճանապարհին մեջ։ Մարդիկ եղբայրներ, ես ժողովրդին կամ հայրական սովորություններու դեմ փամը չրած Երուսաղեմում գապված հռոմեացիներուն մատնվեցա։ Բողոսն է խոսողը, որոնք երբ զիս քննեցին, ուզեցին որ արձակեն, բայց ես իմ վրաս մեռնելու հանցանք չգար։ Բայց երբ հրյաները հագարակ կեցան, պետք եղավ որ գայսրին փողոքեմ, ոչ թե իմ ազգիս դեմ անպաստանություն ունեցողի պես, ուստի այս պատճառով աղաչեցի, որ ցեզ դեսնեմ ու ցեզի խոսիմ, վասնզի Իսրայելի հույսին համար ես այս շղթան վրաս գրեմ։ Հրյաները ասին, մենք քու վրայովդ հրյաստանեն, ոչ թուղթեր արինք եւ ոչ եղբայրներեն մեկը հոսկալով քու վրայովդ չարությունը պատմեց կամ խոսեցավ։ Ուրեմն դեր լուրը հասած չէր Երուսաղեմը միջև Հռոմ, Բողոսին ինչը լալա։ Բայց կաղաչենք, որ քեզ մելսենք, թե դու ինչ մտքի վրա ես։ Վասնզի մենք այդ աղանթին, ուրեմն քրիստոնյաներու, ուրեմն հավատացյալներ կային Հռոմ, Հիսուսի հետևորդներ, Բողոսի մասին լսած չէին։ Հրյաները միշտ միջև այսօր քրիստոնյաներու համար գսեն աղանթ։ Չմոռնաք անցյալ անգամ նազովրեցի աղանթ։ Հիսուսի հետևորդը միշտ աղանթավոր է, ասեմ ցեզի։ Հիսուսի հետևորդը միշտ աղանթավոր է։ Աղանթավոր ասել է մեծամասնությամբ ընթացքեն դուրս ելող անձնավորություն։ Մենք, եթե անորնայիս, աղանթավոր ենք։ Եթե այդ թարգմանությունով գրնանք թարգմանել աղանթ բառը, ինչ ասել է, աշխարհի մեծամասնությամբ ուղղութենեն դուրս ելած մարդ ենք։
Մենք աշխարհի ուղղությունը չենք ընդունիր։ Մենք Տեր Հիսուս Քրիստոսն է մեր թագավորը։ Իր թագավորության մեջ, իր սկզբունքներով, իր խոսքերով գաբրինք։ Այո, եթե այդպես կուզեն, ուրեմն թողնեն աղանդավոր։ Ինչ է խնդրեմը։ Հիսուսի ասին աղանդավոր, աշակերտներուն ասին աղանդավոր, Բողոսին ասին աղանդավոր, թողնեն քեզի։ Եթե քեզ աղանդավոր գսեն, ուրեմն ասել է որ դու իրենց պես չես։ Եվ այդպես է։ Հիսուս Քրիստոսի հետևորդը աշխարհի պես չէ։ Ուրեմն գսե դու գսեք մեզի տեսնեմ դու ինչ ունիս ասելի, քանի որ մենք այդ աղանդին վրայով դեղեկացած ենք, որ ամեն դեղ անորթեմ գխոսին։ Մենք լսել ենք, որ այս աղանդավորներուն դեմ գխոսին։ Այս ինչ է, բապմե մեզի տեսնենք տեսեն հրյաները Բողոսին։ Ուրեմն օրմը որոշելով շատեր կացին իր բնագած տեղը, որոնց ազդո թակավորությունը գծանոցաներ վկայություններով եւ գահամոզեր զանոնք Հիսուսին վրայով Մովսեսին օրենքին եւ մարգարեներեն ստորվիլ արադորեն մինչև իրիկուն։ Ուրեմն Բողոսին դվեցավ մի փոքր բնակարան։ Ինքը փանդարգյալ է, բայց ազատ։ Եվ այդ բնակարանի մեջ իր բոլոր ընտանիքը, բարեկամները, ով գուզեր գուքային։ Հրյաները եկան եւ Բողոս գաբացուցաներ։ Թե Մովսեսի օրենքին մեջ ինչ որ գրված է Մեսիային համար, այն Հիսուսն է։ Չմոռնաք, որ Մովսես 5 դագարանը ճուրի պես գիտեր։ Ինքը ուսուցիչ էր։ Ինք սորվեցնող էր։ Հրյաներուն շատ լավ գիտեր իրենց հետ խոսիլը։ Քանի որ այդ հրյաները իր պես գիտեին ամեն ինչ։ Հիմա Բողոսին տարբերությունը այդ է, որ 5 դագարանի բոլոր օրենքները, մարգարեները առնելով մեկ-մեկ փաստեց, որ Հիսուսն է Մեսիան։ Եվ անոնք գուքային եւ գլսեին իրեն։ Ոմանք հավատացին ըսածներուն, ոմանք չհավատացին, ինչպես միշտ։ Ոմանք կհավատան քեզ, ոմանք չեն հավատար։ Ասել չի որ դու պիտի լրես, դու ապրիր, դու խոսիր, դու ապրիր սերը դիրոջը, դու ապրիր ավետարանը դիրոջը։ Ոմանք պիտի հավատան, ոմանք պիտի չհավատան, բայց քոնե քո մեջ թող տեսնեն աստվածային օրհնությունը, քո մեջ թող տեսնեն աստվածային սերը, քո մեջ թող տեսնեն աստվածային մեծությունը, քոնե այդ թող տեսնեն։ Եվ իրարու հետ չմիապանած կացին։ Եվ Բողոս խոսքը ասավ, Սուրբ Հոգին աղեկ խոսեցավ մեր հայրերուն Եսայի մարգարեին միջոցով եւ ասավ։ Ավասիկ Բողոս 5 դագարանին Եսայի մարգարեի 9-րդ գլխուն 6-րդ գլխուն խոսքը գսե հրյաներուն։ Նայեցեք ինչ այդ խոսքը։ Աստված գսե Եսային։ Գնա այդ ժողովրդին եւ ասե. Լսելով պիտի լսեք ու պիտի չիմանաք եւ տեսնելով պիտի տեսնեք ու պիտի չտեսնեք վասնզի այս ժողովրդին սիրտը թանցրացած եւ իրենց ագանչներով ծանր լսեցին եւ աչքերին կոծեցին որ չլատ է իրենց աչքերով տեսնեն ու ագանչներով լսեն եւ սրտերով իմանան ու թարնանքան եւ ես բժշկեմ զանոնք։ Ավասիկ Եսայի մարգարեի խոսքը 6-րդ գլուխ 9 եւ 10 համարները։ Այս հրյաներուն համար Բողոս կսե։ Ագանչով լսեցիք, չուզեցիք լսել։ Աչքով տեսաք եւ չուզեցիք տեսնել։ Ինչու չտեսաք եւ չլսեցիք։ Քանի որ դուք չուզեցիք տեսնել, չուզեցիք լսել, քանի որ եթե իսկապես լսեիք եւ իրացպես եթե ուզեիք տեսնել, պիտի ապաշխարեիք եւ թառնայիք Տիրոջը, բայց քանի որ չեք ուզեր ապաշխարել եւ փոխել ձեր ճանապարհները, աչքերնիդ կփակեք։ Միջև հիմա նույնն են եւ հրյաները եւ գրնամսել մեծամասնությունը այսօր քրիստոնյա աշխարհին մեջ, որ ավետարանի խոսքերը չեն ուզեր հասկանալ, քանի որ եթե իրական ուզեն հասկանալ, իրենց ծիսապանությունները պիտի փոխվի, իրենց վարտաբեդությունները պիտի փոխվի, իրենց ավանդությունները պիտի փոխվի, իրենց ապրելակերպը պիտի փոխվի, իրենց եկեղեցաշենքերը պիտի փոխվի, եւ անոր համար շատեր ոչ կուզեն լսել, ոչ կուզեն տեսնել եւ գսեն դուք աղանդավոր եք, մենք շիտակ ենք, դուք սխալ եք, բայց եթե քիչ խոնարհություն ունենան եւ Աստծո խոսքը բանան եւ հասկանան Տիրոջ խոսքը, վստահ եղեք, որ շատերը պիտի փոխեն շատ բաներ եւ պիտի կան Քրիստոսի հավատքին բարձությամբ, ճշմարտությամբ, իրականությամբ, ինչպես որ գրված է, առանց որ առասպելները, ավանդությունները, սովորությունները խեղդեն իրենց։ Հալելույա։ Համար 28-ը
ուստի հայտնի է լացեզի թե Աստծո փրկությունը հեթանոսներուն ղրգվեցավ եւ անոնք մդիկ պիտի անեն, դուք չեք ուզեր, բայց անոնք ուզեն։ Ու երբ ասիգա ըսավ, հրյաները դուրս ելան իրարու հետ վիճելով։ Համար 30 Բողոս լման 2 տարի իր վարձկով բռնած դունը գեցավ։ Ուրեմն փանդարգալ է, պետք է որ գայսրին տեսնե, բայց ազատության մեջ է։ Վարձկով բռնած դուն այդտեղ գաբրեր չերելներ դուրս արկիլված է որ հերանա, բայց մարդիկ կուքային իրեն բոլոր եկողները գնտուներ։ Գկարոզեր Աստծո թակավորությունը Դեր Հիսուս Քրիստոսի վրայով առանց արկիլվելու գսորվեցներ գադարյալ համարձակությամբ։ Ահա վերջին փարը կորց արաքելոցի գադարյալ համարձակությամբ։ Եվ այսպես կփակվի կորց արաքելոց 28-րդ գլուխը, բայց կշարունակվի 29, 30, 31 եւ մինչեւ այսօր։ Գադարյալ համարձակությամբ աշակերտներուն գլուխները գնամսել քիրքի գլուխները կշարունակվին։ Գադարյալ համարձակությամբ նվիրված հավատարիմ աշակերտներուն բացմությունը կշարունակվի 2000 տարի ի վեր։ Սուրբ Հոգին թեր գործե որ շատեր բրգվին եւ շատեր համարձակությամբ ավետարանը քարոզեին Հիսուս Քրիստոսի վրայով Աստծո թակավորությունը հրաշքներ կատարելով, օրհնություններ ընելով, ավետարանը փոխանցելով, թեր կշարունակվի մինչեւ Հիսուսի վերադարձը։ Հարց ուրեն այն աշակերտները, որոնք այս ավետարանի խոսքերով եւ միայն այս ավետարանի խոսքերով գաբրին եւ գուզեն փոխանցել մարդկանց փրկության համար։ Կորտ արաքելոցը մեզ գսորվեցնե ինչ է իրական աշակերտը։ Կորտ արաքելոցը մեզ գսորվեցնե ինչ է իրական եկեղեցին։ Կորտ արաքելոցը մեզ գսորվեցնե ինչ է ճշմարիտ արաքելությունը վերստին ծնված հավատացյալին։ Կորց արաքելոցը մեզ գսորվեցնե, որ մենք շատ կորձ ունենք գնելիք։ Կորձ Սարգիսի, կորձ քո անունը տիր այդտեղ, ունիս ընելիքներ։ Սուրբ Հոգին ստացած վերստին ծնված հավատացյալը ընելիքներ ունի, հոգիներ փոխելու, սորվեցնելու, աշակերտելու, ուղեկցելու եւ քունք ու գարկիտ ուրիշ աշակերտներ գազմելու։ Այս է գոչումը, որ դերը գուդամեզ։ Օրտնյալը լա իր սուրբանուն եւ հուսամ մեր մեջ աշակերտներ կբարձրանան։ Կորց արաքելոց գիրքը կվերջանա այստեղ։ Չենք գիտեր տեսնենք հաջորդ շաբաթ ինչ կնենք, բայց բիդի առաջարկեմ ասկե առաջ ըսի նորեն գսեմ աշակերտության վրա պետք է մտածենք եւ կործենք։ Մնացած բոլոր եկեղեցական ծառայությունները քո հավատացյալ ըլլալու գնամսել ապրելագերբը իմաստ չունի, եթե դու աշակերտներ չես պատրաստել։ Փոթորիկներուն մեջ ազատելու նպատակով, գործվածներուն կյանք տալով եւ հավատացյալներուն սորվեցնելով, այս է առաքելությունը ամեն մեկ աշակերտին, ոչ թե հովիվին, ոչ թե ավետարանիչին, ամեն մեկուն, ան որ դեր Հիսուս Քրիստոսը ունի ասավ, կացեք եւ ավետարանը փոխանցեցեք, բոլորին ասավ, ոչ թե միան 13-ին, կամ միան հովիվներուն, կամ միան մի քանի զատված մարդկանց, այլ բոլորին։ Իրեն լա փառքը եւ բադիվը եւ օրհնությունը հիմա եւ միշտ եւ հավիտյան։ Այս երկեն վերջ գվերակտնենք իրար։ Այնքան եմ քեզ կարոտել, այնքան եմ քեզ փափագել, ցույց տու շփիտդ երկնային
Հալելույա։ Հուսամ ազատության նոր թրիչք պիտի գադարես կորց արակելոց այս քիրկը սերդել են հետո։ 28 գլուխ սերդեցինք ամիսներ դևեց հուսամ օգուտ պիտի դառնա քեզ։ Եթե այս աշխարհի վրա իրար հետ չհանդիպինք այլևս նույնիսկ կոնե օրը երբ նոր երկինք եւ նոր երկրի բիլլա այնտեղ եթե հանդիպինք իրար կոնե այս կորց արակելոցի սերդողութենեն փամը շահած բդուղը բերածլաս եւ այդտեղ կոնես ուրախանամ որ այսքան չարչարանքը դարաբանքը քո ցանկիտ մեջ փոփոխություն բերավ եւ դու գրծար օրտնել դիրոջ եւ դերը բարավորվեցավ քո այս ծառայությունով գիտեք ամեն ինչ որ դերը մեզ գսորվեցնե բարդականենք ամեն ինչ որ մենք գիտենք բարդականենք անորամար այս խոսքերը այս սերդողությունները քեզի գուզեմ փոխանցեմ որ դու ցանկ ունենաս եւ ցանկդ բդուղ բերե եւ այդ բդուղը մնա հավիդյան եւ օրը այդ բդուղը քեզ հետ լա հավիդյան եւ դու ուրախանաս որ այս կորձերով կամ այս խոսքերով դու գրծար դիրոջ պատիվ բերել ամեն մենք ցեզ գործնենք Հիսուսյանով եղեք օրտնված դգարները բարձանան ինգազները զորանան Հիսուսյանով հիվանդները բժշկվին եւ դու արթնաս քո ճանապարհին մեջ աշակերտ դառնաս Հիսուսի Սուրբ ոգին քեզ այնքան մղե որ դու աշակերտության հոգիով հանգիստ չլաս այլ միշտ հոգիներու փրկության մասին մտածելով քո հոգիդ սրբության մեջ պահես եւ քո միջոցով շատեր փրկվին եւ դու տեսնես եւ ուրախանաս եւ փառքնաս Տիրոջը ամեն մենք ցեզ գործնենք ուրեմն Տերը գամի կալչորեք շաբթի նույն ժամուն նույն ալիքին վրա եւ փառավորվի մեր Տերը օրտնված երեգո օրտնված գիշեր բոլորիս ցտեսություն